Սիրելի հետևորդներ ջան, բարի երեկո, օրն արդեն հասնում է իր մայրամուտին, այսօր ամսի 1-ն է, գարուն, էլի գարուն, ինչքան ուրախացնող է, չէ, այս մի հատիկ բառը, ուզում եմ մեծ սրտով, ուրախ տրամադրությունով շնորհավորել բոլորիս գարնան առաջին օրը, ոնց առավոտ շուտ շնորհավորեց իմ մաման իմ գարնան առաջին օրը, ասում է քո գարնան ամենամեծ նվերը քո տղեն է Ալեքսը, ու իրոք ճիշտ է, ասեք, որ այդպես է, ճիշտ է, ես իմ օրվա վլոգում հետաքրքիր դրվագներով ասել եմ, խոսել եմ, նկարահանել եմ, բայց այս մի երկու րոպեն ուզում եմ առանձնացնեմ, նվիրեմ հենց գարնան առաջի օրվան և ձեզ էլ իմ հետ ասեմ եկեք դեպի Անահիտ Ալեքսեյչ, մի քանի րոպե կտրվենք մեր առօրյայի թոհու բոհից ու մի փոքր իրար հետ շփվենք։ Գարուն, ինչքան կյանք կա, չէ, այս բառի մեջ, ինչքան սեր, նվիրվածություն, բողբոջ, ծիլ ու ծաղիկ կա, այս մի հատիկ բառի մեջ, գարունը ինքը կյանք է, գարունը ինքը տաք օրեր բերողն է, գարունը ինքը մի յուրահատուկ տարվա եղանակ է, որտեղ իշխում են միմիայն ծաղկունքն ու ծիլու բուսականությունը, գարունը ինքը այն տարվա այն եղանակներից է, որ բնությանը խոր քնից սենց քաշում, արթնացնում է ու ամբողջ բնությունը ծիլ ու ծաղիկ, ժայռ ու լեռ, դաշտ ու անտառ հագցնում կանաչ սավանով, մի խոսքով տարվա եղանակներից իմ ամենասիրելի եղանակներն են գարունը, աշունը, այդ երկու եղանակը շատ եմ սիրում, շատ իմ նախընտրելի եղանակներն են, ճիշտ է, Աստված ստեղծել է տարվա համար 4 եղանակ, ամեն եղանակ ունի իր դերն ու նշանակությունն ու բնութագիրը, բայց ներող եղեք, ես սիրում եմ այս երկու եղանակները ու չեմ կարող այս օրով մեծ ընտերյանի խոսքերից մի երկու տող չասել, գարունը այնքան ծաղիկ է վառել, գարունը այնպես պայծառ է կրկին, ուզում եմ մեկին քնքշորեն սիրել, ուզում եմ անուշ փայփայել մեկին, այնպես գգվող է երեկոն անապ, ծաղիկներն այնպես նազով են փակվում, շուրջս վառվում է մի անուշ տագնապ, մի նոր հուզում է սիրտս մրրկում, անտես զանգերի կարկաչն եմ լսում, իմ բացված սրտում հնչում է մի երգ, կարծես թե մեկը ինձ է երազում, կարծես կանչում է ինձ մի քնքուշ ձեռք, ինչքան սիրուն տողեր են, չէ, որ գրվել են Վահան Տերյանի կողմից, շատ սիրում եմ Տերյանի գրվածքները, շատ սիրում եմ Տերյանի վրձնի գույները, երբ Տերյանը փորձել է նկարագրել աշունը, շատ սիրում եմ Տերյանի գրվածքները, երբ ասում է իմ խաղաղ երեկանն է հիմա, մեղմալույս և քնքուշ և անուշ, մի խոսքով գիտեք, քեզ երբեք սիրտս չի մոռանա, տարիներ կսահեմ, կմեռնեմ երազները բոլոր, ինչքան հետաքրքիր տողեր է, չէ, ինքն ասում, սիրելի հետևորդներ ջան, այնպես որ իմ համար
այն սպասված գարունը եկավ, հետո համ ճանապարհ է գալիս, սիրելի հետևորդներ ջան, համ էլ դե նայում եմ, ով ինչ գրառում ա գրել, ով ինչ ա ասում, ով ինչ ա հարցնում, ու գրառումների բաժնում, սիրելի հետևորդներ, աչքովս ընկավ, որ այսօր իմ շատ սիրելի Զարինեի, իմ հին ու բարի հետևորդներից Զարինեի ծննդյան օրն ա, ու ասում եմ, բա ոնց չշնորհավորեմ, բա ոնց մի երկու քաղցր տող չասեմ այն մարդուն, ով իմ էջի բացված օրվանից միշտ իմ կողքին ա, միշտ ներկայա իր սիրուն գրառումներով, միշտ ներկայա իր լավ աուրայով, իր ուշադրությունով, չգիտեմ, ես սիրում եմ գնահատել մարդու մեջ ցանկացած գեղեցիկ արարք, եւ ճիշտ է օնլայն հարթակում ենք, դուք ինձ տեսնում եք, գիտեք, կոպիտ ասած ով եմ ես, իմ ամեն եթերներից կկարողանաք կարծիք կազմել, հասկանալ ով եմ ես, ինչպիսի էության տեր եմ ես, ինչ անարքի ու շնորհքի տեր եմ ես, բայց այ ես ձեզ չեմ կարողանա ինչքան էլ ձեր հետ այս օնլայն հարթակում ու գրառումներում շփվեմ, չեմ կարողանա հասկանալ ով եք դուք, որովհետև սահմանափակումները շատ են, ճիշտ ասած ցանցերում հետևորդներ ունեմ, որ շփվում եմ, ճանաչում եմ, գիտեմ, ու հենց այդպիսի մարդկանցից էլ Զարինեն ա, սիրելի հետևորդներ ջան, ում ճանաչում եմ տարիներ շարունակ, ումից լսել եմ եւ դրական, եւ ուղող, եւ ուղղորդող, եւ բարեդրացիական խոսքեր ու գործունեություններ, երբեք ու երբեք չեմ մտածել, որ վայ այս մի տեղում սենց, վայ այս մյուս տեղում նենց, ոչ, ու ուզում եմ ասել, որ շնորհակալ եմ ես ձեզ, սիրելի հետևորդներ ջան, որ դուք միշտ իմ կողքին եք, ինձ թևու թիկունք եք, ինձ սատարում եք, չգիտեմ, իմ լավն եք կամենում, ու երբ որ գրառումներ բաժնում նկատում եմ, որ օրինակ Զարինեի ծննդյան օրն ա, բա ոչ չասեմ Զարինե ջան, հարգելիս, ծնունդդ շնորհավոր, առողջ ելնես, լավ ելնես, գիտեմ սրտի տանկյունը խոր վիշտ ունես, էդ էլ գիտեմ, շփվել ենք գիտեմ, տեսել եմ գիտեմ, ուժեղ ելնես, առողջ ելնես, կյանքը միշտ նպատակասլաց ելնես, թորնիկներովդ շրջապատված լինես, սեր ու հարգանք տաս ու վայելես, ու կյանքում լինես միշտ հաջողակ, կապ չունի, որ դու արդեն տատիկ ես, հաջողակ լինելու գրավականը տրված է բոլորին, առանց տարիքային սահմանափակումների, դրա համար էլ ուզում եմ, որ հաջողակ լինես, առողջ ու երջանիկ լինես, գրկում եմ քեզ, համբուրում եմ քեզ, ամենաջերմ մաղթանքներս այ սենց տալիս եմ քեզ, ուղղում եմ քեզ, որովհետև դու դրա արժանիքը ունես, այս տարիների ընթացքում հասցրել եմ քեզ ճանաչեմ, սոցկայքերում իհարկե, ոչ YouTube հարթակում, ու ուրախ եմ, որ քո նման լավ մարդիկ կան իմ ու իմ Ալեքսի կողքին, ոնց են ասում, ծնունդդ շնորհավոր,
La 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 Ծնունդը շնորհավոր Ծնունդը շնորհավոր Թող լինի այսօր Ես գեղեցիկ նոտայով ավարտեմ Իսկ մենք կհանդիպենք օրվա վլոգում Այստեղ էլ նկատում եք չէ որ աչքերս միշտ ներքև է չեմ ճպճպցնում Չեմ կարում այս նկարի կողքով անտարբեր մնամ Նայում եմ որ մամաս ու նարեկս քեֆերի մեջ են Ես ձեր ցավը տանեմ Այս հենց բան ես Դե լավ ինչ ասեմ այս պահի համար այսքանը կհանդիպենք օրվա վլոգում Պակա պակա